Կիսածանոթ դեմքեր հաղորդաշարից այսօր օգտվելով ուզում եմ ձեզ ներկայացնել մեր գրականության լավագույն դեմքերից մեկին Հակոբ Մնձուրուն, ով իր ստեղծագործական կյանքով եւ ապրած ժամանակաշրջանով նույնպես ցավոք շարունակում է կիսածանոթ մնալ մեր շատ ընթերցողների եւ սակայն նա ստեղծել է արժեքավոր գրականություն, որ կարելի է մեր դասական մատենաշարի մեջ ներառել։ Հակոբ Մնձուրին զարմանալիորեն ոչ միայն ընթերցողին մնաց իր ամբողջ կյանքի ընթացքում կիսածանոթ, այլև ինքն իրեն, որովհետև նրա առաջի գիրքը երբ տպագրվեց, ինքը 72 տարեկան էր, 1958 թվականին, և նրա այդ գիրքը պատմվածքների առաջի ժողովածուն կապույտ լույս վերնագրով, ինքը չէր նախաձեռնողը տպագրության, այլ Պոլսի գրասեր ուժերի ջանքերով միայն լուսաշխարհ եկավ։ Թեև Հակոբ Մնձուրու առաջի պատմվածքը դեռևս տասնամյակներ ու տասնամյակներ առաջ էր տպագրվել։ 1906 թվականին արդեն Պոլսի մամուլում տպագրվել էր նրա հարս և սկեսուր պատմվածքը։ Այնուհետև նույն Պոլսի զանազան հայատար թերթերում տպագրվել էին նրա շատ ու շատ պատմվածքներ, որոնց մի մասը ցավոք այսօր էլ շարունակում են կիսահայտնի մնալ մեզ, բայց կրկնում եմ, նրա գիրքը առաջի անգամ լույս տեսավ միայն առաջի տպագրությունից ուղիղ կես դար գրեթե հետո։ Հակոբ Մնձուրին բարեբախտաբար ապրեց բավականին երկար և վախճանվեց 92 տարեկան հասակում 1978 թվականին։ Նա այն մեր սակավ մշակներից էր մտքի, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրեց մեր գաղթաշխարհի ամենափակ երկրներից մեկում, Թուրքիայում, ծնվելով, մեծանալով, ապրելով Թուրքիայում, նա այդպես էլ դուրս չեկավ Թուրքիայից, չարտագաղթեց և երբ կնքեց իր մահկանացուն, կարծես թե իրենով փակեց արևմտահայ գրականության այն լավագույն ավանդները, որ կապված են գյուղագրության հետ, գավառի գրականության հետ, այլ խոսքով։ Իսկ 1920 թվականից սկսած Հակոբ Մնձուրին դարձավ միևնույն ժամանակ նաև սփյուռքահայ մեր այն առաջնեկ գրողներից մեկը, որով պայմանավորվեց կարոտի գրականությունը։ Եղեռնը ավիրել էր ամեն ինչ, և մազապուրծ հայ ժողովուրդը և նրա մտքի մշակները բնական էր, որ աշխարհի 4 ծագերը սփռելով իրենց երկրի կարոտն էին պահել իրենց մեջ և շատ բնական էր, որ շատ-շատերը գրիչ էին վերցնում իրենց տեսածի, ապրածի, իրենց բնորանի, իրենց աշխարհի պատմությունը կերտելու համար։ Եվ եթե հոգեբանորեն այդ գրողներից շատերի համար տարեց արդեն վաստակ ունեցող, դա հասկանալի էր,
ապա նորերի համար այդ գրականությունը, կարոտի գրականությունը ուրիշ իմաստ էր ստանում, որովհետև ապրողների մեջ հարկավոր էր անթեղել, բորբոք պահել, հավերժաբար սերունդներին փոխանցել այդ երկրի կարոտներն ու գեղեցկությունները, այդ երկրի ներքին խորհուրդը և հայրենիքի, հայրենի հողի ու հայրենի ժողովրդի այն կորուստները, որ պայմանավորվեցին 15 թվականի Եղեռնի և 22 թվականի քեմալականների մուտքի հետ։ Հակոբ Մնձուրին շարունակողը և զարգացնողը դարձավ գավառական գրականության, գավառական եմ ասում, որովհետև դա ըստ էության հայեցի գրականություն էր, պարզապես արևմտահայ մտավորականները ստիպված էին գավառական անվանել, որպեսզի կարողանային տպագրության խնդիրը լուծել։ Այսինքն դա բուն հայրենի եզերքի գրականությունն էր, հայ ժողովրդի, այն ժողովրդի, որ իր ծոցում պահել էր մեր ժողովրդի լավագույն ավանդույթները, լավագույն նկարագիրը, ազնվությունը, աշխատասիրությունը, նվիրումը ընտանիքին, հայրենի հողին և մարդկային բարիքին։ Հակոբ Մնձուրին, բուն անունով Հակոբ Տեմիրճյան, ծնվել էր պատմական Արմտան գավառում, Եփրատի ափին, և իր մանկությունը անցկացրեց հայեցի նկարագրով այդ աշխարհում, ուր նաև խառը ապրում էին թուրքեր, կզլբաշներ, այլազգիներ։ Այդ գյուղի ամբողջ կյանքը ընթանում էր կարծես թե նախնադարյան մարդու կենցաղվարության ոլորտներում։ Դրամը որպես այդպիսին գրեթե բացակայում էր։ Դրամի կարիք զգացվում էր միայն պետական հարկերը մուծելու ժամանակ։ Մինչդեռ մնացած բոլոր մարդկային հարաբերություններում բնամթերքն էր գործում։ Եվ եթե մենք մտաբերելու լինենք նաև անցյալ դարի, ավելի ստույգ 15-րդ դարի դարավերջի և 20-րդ դարի դարասկզբի մեր արևմտահայ գյուղը, ապա կարող ենք նաև ասել, որ այդ աշխարհը ինչ որտեղ լեցուն էր նաև սնոտիապաշտություններով, կրոնական մոլեռանդություններով որոշակի առումով, նաև խավարամտությամբ, բնական էր քիչ մարդիկ կային, որ գրագետ էին։ Այսինքն գյուղն էր, տիպական գյուղն էր, արևելքն էր և բոլոր մարդկային հարաբերությունները կազմված էին այդ նախնական մարդու հոգեբանության, աշխարհի մտածողության շուրջ։ Մնձուրին արդեն երիտասարդ հասակում ճաշակել էր իր ընտանիքի Գերդաստանի սոցիալական ծանր վիճակը։ Նրա հայրը, հարազատները պանդխտում էին, հեռավոր պոլսում էին, և շատ բնական էր, որ 1898 թվականին պատանի Հակոբը ևս մեկնեց Պոլիս ուսանելու։ Իրեն հատուկ անկեղծությամբ նա կգրի այդ իր ուսումնառության տարիների մասին, որ ինքը առաջավոր ուսանող չի եղել և ուսուցիչները դժգոհ են եղել իրենից, որովհետև պատճառը լեզվի չիմացությունն էր, նա հաճախում էր ֆրանսիական դպրոց, բնական էր գավառից եկած պատանին չէր կարող ֆրանսերեն իմանալ։ Եվ ահա ուսանելով Պոլսի հայկական վարժարաններում 1907 թվականին նա վերադառնում է հայրենի գավառ, նպատակ ունենալով աշխատել գյուղում, հող փորել, արդ վարել, ցորեն ցանելու հնձել, գյուղական այն բոլոր աշխատանքները, որ հատուկ էին շրջանին։ Միևնույն ժամանակ հայրենի գյուղում նա բաց է անում այսպես ասած մնձուրիական դպրոց,
որտեղ ձմռան ամիսներին աշակերտներին նա սովորեցնում էր գրաճանաչության։ Այդ դպրոցում չկար թվանշան, նույնիսկ թիվը բացառված էր այդ դպրոցում, որովհետև Մնձուրին կվկայի, թե թիվը աղավաղում է մարդու ներաշխարը։ Պարզապես Մնձուրին դաս էր տալիս, սովորեցնում էր և աշակերտները ընթացս զարգանում էին։ Ճիշտ է, հանձնարարություններ կային, բայց դրանք նպատակ ունեին ոչ թե ուսյալ, կրթալ, հետո հետագայում Նոյի ագրավ դարձող սերունդ դաստիարակել, այլ գյուղի մշակ, որ գրագետ պիտի լիներ, գրաճանաչ և պիտի չհեռանար իր հայրենի հողից։ Սակայն մի դեպք, մի իրադարձություն խաթարում է Հակոբ Մնձուրու այս տևական ցանկությունը։ Նա արդեն ամուսնացել էր և արդեն 4 զավակների հայր էր, բայց ահա բորբոքվում են նրա նշագեղձերը և յուրայիններին դեռ մի կարգին մնաց բարով չասած, մեկնում է պոլիս վիրահատության համար, դա 1914 թվականն էր։ Նույն թվականին սկսվում է առաջի աշխարհամարտը։ Ստիպված էր Մնձուրին մնալու Պոլսում։ Բոլոր հայ երիտասարդներին բռնի կերպով զինվորագրում են թուրքական բանակ։ Մնձուրին գցվում է թուրքական զորակայաններից մեկին որպես հացթուղ։ Գիշերները հաց էր թխում զորակայանի համար և մինչև առաջի աշխարհամարտի ավարտը 1918 թվականը ծանր չարքաշ աշխատանք է կատարում, ածուխ է կրում, հարդ է կրում, ամենածանր ֆիզիկական աշխատանքներն է անում, գրագրություն է անում, որպեսզի իր հացի խնդիրը լուծի։ Հակոբ Մնձուրին, երբ դադարեց պատերազմը, ստանում է այն ողբերգական լուրը, որ այլևս չկար իր կինը, երեխաները, ողջ գյուղը, բոլորը կոտորվել էին։ Փոթորկից փրկվածը ինչ կնե, հարցնում է ինքը իրեն, և ահա նորից ստիպված է լինում երկրորդ ամուսնությունը կատարել։ Այլևս անիմաստ էր գյուղաշխարհ, գավառ վերադառնալ, որովհետև չկար ոչ այդ ազգաբնակչությունը, ոչ երկիրը, ոչ տունը, ամեն բան ավիրված էր։ Հակոբ Մնձուրին շարունակում է իր դժվարին աշխատանքը, միևնույն ժամանակ գրում է, որովհետև անընդհատ լցվում էր և անհրաժեշտ էր դառնում պարպվելը, պիտի դատարկվեր, բայց անգամ գրելու ժամանակ նրան չէր տրված, որովհետև նա միայն ու միայն կարող էր գրել այն պահին, երբ որ ինքը աշխատատեղի էր գնում և կամ աշխատատեղից վերադառնում։ Եվ ինքը կվկայի, որ իր բոլոր պատմվածքները սկզբնական շրջանում ստեղծվում էին բանավոր, իր մտքում, հետո միայն, երբ տուն էր հասնում, նա գրի էր առնում, թղթին էր հանձնում այդ պատմվածքները։ Պատմվածքների հիմնական մասը բնական էր, որ վերաբերում էին գյուղաշխարհին։ Իդեպ մի առանձնահատկություն մնձուրիական աշխարհում։ Նա գրում է, վերակերտում է, պատմում է մինչև 1914 թվականը եղած գյուղի մասին։ Որպես մի հիշատակ, որպես սերունդներին փոխանցող մի հավերժական նշխար, նա այդ մարդկանց կյանքի պատմությունն է բերում իր գրականությամբ, որովհետև լավ էր հասկանում, որ իրենից հետո այլևս այդ աշխարհի մասին գրող չի լինելու։ Եթե մեկ-երկու պատմված բացառենք, ապա իսկապես որ Մնձուրու պատկերած աշխարհը վերաբերում է
մինչ Եղեռնյան շրջանի հայ գավառին, գյուղաշխարհին եւ մարդկանց։ Կարող է հարց ծագել, թե ինչու Հակոբ Մնձուրին ապրելով, վկան լինելով, տեսնելով հայ կոտորածների իր ստեղծագործություններում չպատկերեց այն։ Պիտի ասել, որ Հակոբ Մնձուրին անտարբեր չի անցել եւ յուրովի է պատկերում այդ եղեռնը։ Արդեն այն իրողությունը, որ նա խոսում ու պատկերում է, վերապրեցնում է արևմտահայ մարդուն ու նրա աշխարհը, ընթերցողի մեջ բնականորեն հարց է առաջանում, հապա ինչ եղան, ուր են այդ մարդիկ, եւ հասկանալի է, որ պատասխանը կարելի է կռահել։ Մնձուրին պատկերում է մի կորսված աշխարհ եւ բնական է, որ ընթերցողի մեջ նաեւ ծագում է պատասխանը, քանի որ չկան այդ մարդիկ, ուրեմն կատարվել է մի աննախադեպ բան, ուրեմն եղել է եղեռն ու կռիվ, ուրեմն եղել է նախճիր ու կոտորած։ Եվ բացի այս մնձուրիական գրականությունը առհասարակ ամեն մարդկայինի, ամեն վեհի ու ազնիվի եւ արարումը, ստեղծումը, աշխատանքը, որպես մարդկային կյանքի գերագույն մի վիճակ, մի երազանք ու մի կյանքի ընթացք հաստատող գործոն է։ Ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես իր նախորդները Գարեգին Սրվանձտյանը, Մշո Գեղամը, Թլկատինցին, ուրիշները, որ մեր գրականություն էին բերում գավառի կյանքը, գյուղի մարդու, աշխատավոր մարդու, մշակի ներաշխարը, նրա երազանքներն ու կարոտները, նրա սերերն ու կորուստները, նրա նվիրումներն ու նրա հոգու շքեղությունները։ Հակոբ Մնձուրին ասում ենք, որ ապրեց բավականին երկար, բայց հետաքրքիր է, որ մենք կարող էինք այդպիսի գրող չունենալ, որովհետև նրա ծնունդը բարեբախտաբար սպրդեց այն ճակատագրից, որ բաժին էր ընկել նրա մորը։ Ինքը Մնձուրին ծնվել է դաշտում։ Հասկանալի է, որ այն ժամանակ հիվանդանոց չկար, իսկ գյուղում առհասարակ տատմերներն էին օգնում ծննդկանին, բայց այդ աշխարհի համար ամենակարևոր այն առաջնային բանը աշխատանքն էր եւ հետեւաբար աշխատում էին բոլորը, անկախ վիճակից, տարիքից, սեռից եւ մայրը, երբ որ ծոցվոր էր Մնձուրու, ահա հենց արտում հերթական աշխատանքի ժամանակ ունենում է ցավեր եւ ծնվում է Հակոբ Մնձուրին։ Բայց սա էլ կարող էր չլինել, որովհետև այդ իր ծնունդից ուղիղ 25 օր առաջ կատարվել էր մի ուրիշ ողբերգական դեպք։ Այն է, Հակոբ Մնձուրու մայրը Կավին դար կոչված սարահարթակից, երբ գնացել էր կավ բերելու, լվացք անելու համար, այն ժամանակ օճառ չկար, եւ այդ կավով էին լվացք անում, ահա, երբ գնացել էր կավ բերելու, փլվում է այդ լեռան մի ահագին մասը եւ Հակոբ Մնձուրու մայրը մնում է հողերի տակ։ Բարեբախտաբար Ենթարիի շորի մի փոքրիկ ծվենը մնացել էր այդ հողերից դուրս եւ վրա հասած մարդիկ կարողանում են փորել, հանել, որից հետո, ես ասում եմ, 25 օր հետո ծնվեց Հակոբ Մնձուրի մարդը։ Մնձուրին իր կավին դարը հենց պատմվածքում ինքն է գեղարվեստականացրել, պատմել այս իրողությունը եւ առհասարակ նրա գրչին յուրահատուկ է մի կարևոր բան։ Նա չի մոգոնում, նա չի հնարում, անգամ երևակայությանը չի դիմում։ Ինչ տեսել է, ինչ ապրել է, ինչ լսել է, ինչ զգացել է, օրը օրին, ժամը ժամին, նույնիսկ շատ հաճախ շատ մանրուքներ վերարտադրելով ու վերապատկերելով, որովհետև կրկնում եմ, նա փրկում էր մի ամբողջ աշխարհի հիշատակ։
ամբողջ սերունդների, ամբողջ ժողովրդի այն հիշատակը, որի ականատեսը Հակոբ Մնձուրին էր։ Եվ այստեղից էլ շատ հաճախ, երբ որ կարդում ես նրա պատմվածքները, այն տպավորությունն է ստացվում, թե քեզ հետ զրուցում է նա։ Եվ մի բան, որ հենց ինքը Մնձուրին է խոստովանում, թե ես հավակնություն չունեմ գեղարվեստական ստեղծագործություն գրելու։ Ես պարզապես գրում եմ այն, ինչ տեսել եմ ու լսել ու իմ աչքերով, իմ հոգով, իմ սրտով զգացել։ Եվ հետևաբար ընթերցողին եմ թողնում այն ամենը գնահատանքի, որ նա կարող է ունենալ։ Ասել է, թե ինձանից էլ այսքանը դուրս կուգա, գրում է Հակոբ Մնձուրին իր ինքնակենսագրականում։ Հակոբ Մնձուրու թեմաները նույնպես բազմազան չեն, բայց հիմնականում բևեռվում են, խտանում են 3 ոլորտներում. մարդ, կենդանի և բնություն։ Այսինքն այն կյանքի շրջանակը, որ գյուղաշխարհն է իրենից ներկայացնում, աշխատավորը, գյուղացին իր ներաշխարհով, կենդանին, որը հավասարը հավասարի պես կիսում է գյուղական դժվարին աշխատանքը, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Կոմիտասը կասեր Եզանը աղբեր ջան, այդպես էլ հայ գյուղացու համար գոմեշը, ջորին, ավանակը և կենդանական մնացած աշխարհը իր չարքաշ աշխատանքի և իր անբաժան ընկերն էր։ Նույնիսկ շատ ու շատ տներում նույն հարկի տակ էին նրանք մնում։ Դա սոցիալական ծանր աշխատանքի ճիշտ է բեռ էր, վկայություն էր, բայց մյուս կողմից կենդանական աշխարհի հետ բնական կապի, բնական զգացողության և եղբայրական հարազատության ու սիրո արտահայտություն էր։ Եվ բնական է, որ Մնձուրու պատմվածքներում շատ է պատկերվում բնաշխարհը, այդ աշխարհը, հայրենի եզերքը, իր գետերով, սարերով, բլուրներով, դաշտերով, անտառներով, արտերով, և ստացվում էր, որ մարդ, անասուն և բնություն այս կապի մեջ իսկապես վերակենդանանում էր այն աշխարհը, որ արևմտահայ երկիրն է իրենից ներկայացնում։ Մնձուրու պատմվածքների յուրահատուկ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լայնորեն նա կիրառում է հումորը, բայց այդ հումորը յուրայինների նկատմամբ սատիրայի չի վերաճում։ Ընդհակառակը, որոշ դեպքերում գալիս է, լրացնում է աշխատավորի այն կյանքի գողտրիկ էջերը, որ շատ հաճախ մնում է թաքուն։ Մնձուրին նաև իր շատ պատմվածքներում չի պատկերում սոցիալական գյուղի շերտավորումները։ Ճիշտ է, նրա որոշ պատմվածքներում հանդես են գալիս հարուստներ, բայց դրանք, քանի որ նույնպես զոհ էին դարձել, նույնպես այլևս չկային, չէին ապրում աշխարհին, ապա Մնձուրին նրանց նկատմամբ ևս ներողամտաբար է վերաբերում և բևեռացված կերպով չի կերտում նրանց կերպարները։ Մունջը, հարսնություն պատմվածքներում Հակոբ Մնձուրին պատկերում է այդ աշխարհին բնորոշ մի շատ ուշագրավ վիճակ։ Ահա խոսում են հարսը և սկեսուրը։ Ամբողջ պատումը ընթանում է շատախոս սկեսրոջ խոսքի վրա։ Անընդհատ խոսում է սկեսուրը, հարցեր է տալիս, իսկ հարսը ընդամենը նրա հետ զրուցում է, այսպես ասած, երկու բառով, երկու ձայնարկություններով գուցե, հշ, հուֆ, որոնցից մեկը այո է, մեկը ոչ։ Եվ ամբողջ պատմվածքը, ամբողջ էջեր զարգանում են այս երկխոսության ձևով, երբ սկեսուրը անընդհատ խոսում է, մինչդեռ հարսը իրավունք չունի նրան պատասխանելու և խոսելու։ Առհասարակ հարսերը, հարսիկները, ինչպես Մնձուրին կասի,
օտար մարդու մոտ իրավունք չունեին խոսելու, իրենց ամուսինների հետ, եթե օտար մարդ կար, իրավունք չունեին խոսելու այդ աշխարհում, սկեսրոջ հետ իրավունք չունեին խոսելու եւ նրանց միակ խոսակիցը ընտանիքում փոքրիկներն էին, երեխաներն էին, որոնց միջոցով նրանք այս կամ այն միտքը փոխանցում էին ուրիշներին, տարեցներին։ Այդ հարցերը շատ ուշագրավ աշխարհով են ապրում մնձուրիական աշխարհում։ Իսկ պատմվածքում այդ պատմվածքը ավարտում է նրանով, որ սկեսուրը, երբ ամբողջ ընթացքում ինքն է զրուցել, վերջում դիտողություն է անում հարցին, չխոսքան հարցին, այդ մունջին, թե բերանդ շատ լեզու, փոքրիկ ժամանակ էլ դու այդպիսին էիր, երբ մենք ուխտ գնացինք, այն ժամանակ անընդհատ լաց էիր լինում ու խոսում էիր, ես դեռ այն ժամանակ ասացի, թե ոչ երանի այն մարդուն, ում տունը հարց կգնա, ով Աստված, ես ինչ իմանայի, որ իմ տղան պիտի զարնվեր այս շատախոս հարցեն, մինչդեռ այդ խեղճ ու կրակ հարցը ընդամենը հշ-հուֆ է օգտագործել իր խոսքի մեջ։ Առհասարակ այդ աշխարհում հարցերին վերապահված էր մի շատ հետաքրքիր վիճակ։ Սովորություն էր, տարածված սովորություն, որ երեխաներին կարգում էին շատ վաղ, 7-8 տարեկան հասակում, քանի որ մեծահասակները պանդխտում էին եւ հետեւաբար անհրաժեշտ էր նախ որ այդ յուղական ծանր աշխատանքը կատարել։ Իսկ ով կարող էր կատարել, այդ նույն ամուսնացող երեխան չէր կարող կատարել, հետևաբար նրան ամուսնացնում էին իրենից տարիքով եւ ֆիզիկապես շատ ավելի հզոր աղջիկների հետ։ 7-8 տարեկան երեխային կարող էին ամուսնացնել 14, 15, 16 տարեկան աղջկա հետ։ Եվ մնձուրին շատ զավեշտով պատմում է, թե ինչպես անգամ դեպքեր կային, երբ ամուսնացած տղան չէր կարողանում ձի, ջորի հեծնել եւ նրան հարցն էր գրկում ու նստեցնում ավանակի վրա կամ ջորու վրա։ Ահա ասում է Մուշոն, երբ ամուսնացավ, առաջի անգամ իր մոր ծոցը վազեց քնելու եւ ոչ թե հարսի մոտ։ Ոչինչ, կարևորը տան աշխատանքն է։ Հարց է տալիս մնձուրին, ինչու մարդը հարց կբերե, աշխատանքի համար պատասխանում է, տունը աշխատանք է պետք, արտում աշխատանք է պետք, դաշտում աշխատանք է պետք և ահա ֆիզիկապես հզոր այդ հարսիկը, այդ ծանր աշխատանքը կրում էր իր ուսերին։ Հետո կամուսնանա տղան, հետո կմեծանա և իր ամուսնական պարտականությունները կանի։ Այդ աշխարհը նաև սոցիալական ծանր կյանքով էր ապրում։ Բավական է ասել, որ տարվա 184 օրը պաս էր։ Պաս նշանակում էր ոչ միայն ուտեստեղենի, այլ նաև մարմնական մերձեցումների և հետևաբար տարին ընդամենը 3 անգամ էր, որ միս էր մորթվում այդ աշխարհում։ Ուրեմն այստեղից նաև ավանդական այն հին ծիսակատարությունների, պարտականությունների աշխարհը, որ թվում է, թե մի խորին աշխարհ է, բայց եւ այնուամենայնիվ ընթերցողը կապվում է այդ աշխարհի հետ, որովհետեւ այդ մնձուրիական աշխարհի միջոցով իրեն համար պարզում է շատ բան։ Առհասարակ պիտի ասեմ, որ մնձուրին իր ամբողջ կյանքում այդ սոցիալական դժվարին կացության մեջ եղավ։ Եվ բավական է ասել, որ կյանքի վերջին 10 տարվա ընթացքում իր օրվա հացը հոգալու համար նա մոմավաճառ էր աշխատում Պոլսի Սուրբ Հարություն եկեղեցում, մոմ էր վաճառում, որպեսզի կարողանար նաև ժամանակ գտնել ու հնարավորություն գրելու, մեզ փոխանցելու այն գեղեցիկ աշխարհը, որ մնձուրիական է։